Սիրում սխտոր, Ժորժան, այս ուտեստի մեջ շատ յուրահատուկ է բացվում սխտորի համը, անպայման փորձեք։ Գոհսիչա թորոզգի բավանց։ Մենք չենք սպասում առիթի, մենք գրեթե ամեն շաբաթ կիրակի Գորիսում ընտանիքներում, չէ, այն շատ պատրաստվող Գորիսի շրջանը, ամբողջ Զանգեզուրը կասեի, բոլորը հայրենացի ժողովուրդ են, բոլորը։ Չի լավ, գիտեք իմ վիճակը։ Ես ես նայում եմ կողքից երնեք էի տալիս, ասում եմ ինչ լավ է, տատի, թոր։ Ճիշտ ասած թորը ես սիրում եմ։ Հա, ո՞ս կարամ չսիրեմ ինձ։ Արիստոկրատ սիրում կնոջը։ Մենք գտնվում ենք Սյունիքում եւ այս եթերաշրջանի ընթացքում բացահայտելու ենք ավանդական ուտեստները։ Գորիսը Հայաստանի ամենայուրահատուկ քաղաքներից է, հայտնի է իր քարե տներով, լեռնային բնությամբ եւ շատ հին պատմությամբ։ Տատիկի տուն նախագծի շրջանակներում մենք արդեն Գորիսում ենք եւ ուզում եմ ձեզ ներկայացնել քնարիկ տատիկին։ Մեր առաջին տատիկն է Գորիսի, ում հետ պատրաստելու ենք հետաքրքիր ուտեստ, բայց մինչև պատրաստելը ես առանց նվերի չեմ եկել ձեզ մոտ։ Հայկական ավանդական ժամբյուղը, հուսամ կհավանեք։ Ոյ, շատ հետաքրքիր, շատ շնորհակալ եմ, շատ շոյված եմ, չգիտեմ, երևի համապատասխան բառեր չկա, որ հայտում եմ։ Խնդրեմ, ինչի համար։ Ես կաշխատեմ ներկայացնեմ Գորիսի հին ճաշատեսակներից մեկը, որը կոչվում է պսկաթան։ Անհամբեր սպասում ենք, որտեղ շատ ենք լսել այս ուտեստի մասին։ Իմիջիայլոց դեռ թորնուհուց ենք լսել։ Ուզում եմ այստեղ հրավիրել նաև քնարիկ տատիկի թորնուհուն, ով Գորիսից է եւ 2021 թվականին ճանաչվել է Միս Հայաստան։ Այո։ Համեցեք։ Սոնայ ջան։ Բարև ձեզ։ Ուրեմն չեմ խանգարում, տատիկին եւ թորնուհուն գնում են, որպեսզի իրենք սկսեն արդեն ուտեստի պատրաստումը, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Իմ ընտանիքում է սա շատ հնուց է սկսվել, այս օրինակ ես էլ ջահել եմ եղել, չեմ իմացել, կիսուր կիսարից ես գիտեմ, թե սա ինչա ոնց է։ Ես տեսել եմ, թե իմ կիսուրս ոնց է էփել, պատրաստել, նախա էփել, նախա պատրաստել, որ հետագայում են օգտագործեն։ Այնպես որ ես էլ չեմ հիշում, դա թե առաջին անգամ երբ եմ կերել, շատ հին ուտեստ է, ասեմ։ Հիմա մի տեսակ հա, Շատ մեր կենցաղի մեջ ներգրաված ուտեստ է։ Մենք չենք սպասում առիթի, մենք գրեթե ամեն շաբաթ կիրակի Գորիսում ընտանիքներում, չէ, այն շատ պատրաստվող նախուտեստ է, այդպես ասենք։ նախաճաշը, նախաճաշ։ Հա։ Տատ ջան, արի պսկաթանը արդեն ինձ թվում է բացենք ջրով ու ուզում եմ պատմես, ես անկեղծ չգիտեմ թե իրեն ոնց են պատրաստում։ Իրա մեջ ինչ է հենց սա բնական կարևոր սննդամթերք է։ Բոլորը պետք է սիրեն։ Օգնեմ ես քեզ։ Հա։ Այս յուղը պետք է վերցնես։ Սա ստանում են քամած մածունից։ Քամած մածունը որն է տնական մածունը, իսկական կաթով, բնական կաթով, բնական մածուն, մի 4 կիլո բանը մածունից ստանում ենք 1 կիլոգրամ քամած մածուն։ Ոնց են քամում, լցնում ենք տոպրակի մեջ մածունը։ 3-4 օր պետքա պահել քամված վիճակում, որպեսզի լրիվ քամվի գնա։ Մածունի մեջին այդ ինչ որ հեղուկ կա, ինչ որ բաղադրությունա շմատ են Գորիսի լեզվով ասում։ Հա, էլի այդ սիջուկը։ Լրիվ քամվի գնա։ Ընթացքում այդ 3-4 օրվա ընթացքում մենք մածունը այդ տոպրակը անընդհատ երբեմն արանքում շարժում ենք, բան որ լրիվ ջուրը գնա հոսի, всё։ Հասկացա։ Մի 4 օրից հետո արդեն ստացվում է այտենց թանձր բան, մածուն, քամած մածուն, լցնում ենք կաստրուլկի մեջ, որ արդեն պետքա պսկաթան սարքեն։ Հասկացա։ Կաստրուլկի մեջ 1 կիլո մածունին լցնում ենք քամած մածունին, 1 ձու, Կես թեյի գտալ ճաշի, հենց պսկաթանի ստանալու պատրաստման եղանակն է։ Ուրեմն կես թեյի գտալ բան, չէ, ճաշի գտալ ալյուր, ձուն ասեցի, 1 ձու այդ եւ ասենք տան այդ հարիչով այդ մածունը սենց հարում ենք։ Կաստրուլկի մեջը դնում ենք կրակի վրա անընդհատ պետք է խառնել, որպեսզի չշավեր, հասկացա, չկպնի տակը, միջին կրակի վրա։
Ուրեմն աշնան սեզոնին նախապատրաստում են ձմեռվա համար։ Չլավելացնեմ։ Հա, լուծրո։ Պարտադիր աշնան են պատրաստում։ Ցույց եղանակի, որպեսզի պահեստավորվեն ձմեռվա համար, պահեստավորեն ձմեռվա համար։ Ահա։ Դա իսկ ոնց իմանանք ինչքան ջուր ենք ավելացնում։ Չէ, դες ասեցի 1 կիլո քամած մածունին 1.5 լիտր։ Հիմա սա կեսա։ Դե դավայ, լուծրո։ Կես կիլո էր, ջուրը ավելացնում ենք միլիտր ջուր էլի։ միլիտր։ Դու աչքաչափով կարաս, չէ՞։ Հենց երումա արդեն մատուցման Ժամանակն է։ Միջև էդել դե բնսոխարածը պետք է պատասխան։ Շատ լավ, ի սիրում սխտոր, Ժորժան, այս ուտեստի մեջ շատ յուրահատուկ է բացվում սխտորի համը, անպայման փորձեք։ Դե գորսեցի աթորոզգիդի բավաց։ Թեպետ թվում է թե թանը արդեն պատրաստ վիճակում է, բայց այն նույնպես ուշադրություն է ուզում։ Տատիկը անդադ պետք է խառնի, թե չէ խնդիր կառաջանա եռման ընթացքում։ Եկեք միասին սոխը կտրատենք, եկեք տեղափոխենք թավայի մեջ, մենք այն տապակելու ենք տնական հալած յուղով, իդեպ ասեմ, Գորիսում կենցաղում շատ է օգտագործվում տնական յուղը, քան օրինակ թե կարագը կամ ձեթը, այնպես որ առատ բանի հալած յուղի մեջ կտապակենք մեր սոխը։ Ես գիտեմ, որ Գորիսը հայտնի է նաև իր հայրենասիրությամբ։ Կխնդրեմ մի փոքր պատմել։ Ինչ ասեմ, իրոք ամբողջ ժողովուրդը, ամբողջ Գորիսի շրջանը, ամբողջ Զանգեզուրը կասեի, բոլորը հայրենասեր ժողովուրդ է, բոլորը։ Ես օրինակ մեր թաղամասում այդ պայքար ժամանակ, որ պաշտպանվում էին, այդ գործողությունը սկսվել էր 90-ական թվականներին, սաղ երիտասարդություն մեկը չէր մնացել։ Սաղ գնացել էին որ պաշտպանելու իրանց երկիրը։ Սենց այլ իրոք հայրենասեր ժողովուրդ են գորիսիցիները։ Տաճան, ես ու դու իրար հետ շատ ենք պատրաստել, բայց անտառում առաջին անգամ ենք պատրաստում։ Շատ հաճելի էր, շատ ես թվում է մեր դեգուստատորներն են այս պահին կգան ու միասին համտես կանենք։ Ժորժան, սոխարածը արդեն պատրաստ է։ Սոխարածի մեջ մենք ավելացրել ենք։ Մի քիչ էստրոնից ենք ավելացնում, որ հոտ համը տա։ Բեր ես խառեմ դու թանը կարաս լցնես։ Հա, լուծր։ Շա։ Ժորժան, տեսեք, թանը արդեն մատուցման ամանի մեջ է։ Թանի մեջ ավելացնում ենք սոխարածը։ Հալած տնական յուղով, համով, ցիտրոնով։ Ահա։ Այնտեղ առանձին ես հասցրել եմ նաև սխտորը պատրաստել։ Սխտորը ըստ ցանկության լավ։ Ըստ ցանկության ըստ ճաշակի։ Ու նաև չոր լավաշը կավելացնենք։ Ահա։ Ու իսկապես դառնում է անմահական, ովքեր որ կայցել են Գորիս, շատ սրտանց խորհուրդ կտամ փորձեն։ Ay, sağ antarı, es hotna. Հոտով ենք եկել, հոտի վրա ենք եկել։ Եկեք որ չսարի, ժողովուրդ ջան, ամենքս վերցնենք մեր Վերցրեք։ Խնդրեմ տատի ջան ձեզ։ Հա, լավ։ Դուք։ Մենք ենք։ Էսի մի րոպե, ես անկեղծ չեմ կերել։ Էս հիմա պետք է սովորական մեջը լցնենք։ Հա, խաշմունցեք ուտեք։ Հա, նույն ձևի դուք մեջը։ Մանասետը։ Վայ։ Հա, լրիվ ավելացրեք։ Էս այն բանա վայ չուտով։ Ես շատ օստրի չեմ արել, եթե կուզեք ավելացրեք բանը, ցիտրոնը։ Ահա։ Լավ է, չէ՞ թորնիկի հետ պատրաստել է։ Անջահելների հետ ոնց չի լավ, դուք գիտեք իմ վիճակը։ Ես դες նայում եմ կողքից երնեք էի տալիս, ասում եմ ինչ լավ է, տատի թոր։ Հա, ճիշտ ասած թորը ես սիրում եմ։ Հա, ոնց կարամ չսիրեն ցենց արիստոկրատ սիրում կնոջը։ Աղնավին ոնց ասում։ Հա, լավ է։ Ես համը չեմ տեսել, աղյա։ Շատ համով է։ Էս ինչ մածուն է։ Պսկաթան։ Պսկաթան, դա Երևանում կա էս պսկաթանը։ Ոչ, դա Գորիսում կա։ Էս պսկաթանը վերջն է։
Քնարիկ տատիկ ջան, մենք էլ ձեզ համար անակնկալ ունենք, քանի որ այսքան համեղ պատրաստեցիք, ուզում ենք այստեղ հրավիրել մեր սիրելի Օվսանա Խուբլարյանին, երգչուհիը, ու շատ սիրուն է երգում։ Համեցիկ։ Շատ սիրում եմ երկեցողությունը, արվեստը, ամեն ինչ դուք շատ լավն եք, բոլորը։ Ապրեք շատ, եկել։ Ուրախացրիք։ Սես մի խոսք կա, քիչ ասում եմ, մեծին հարգող լինեք, մեկին ասում եմ, դե որ չհարգեք, ինչ եք անելու։ Հիմա ես ասում եմ, տատիկին սիրում։ Ճիշտ է, Այո։ Դե տատիկի տեղը իմացող լինեք, արածը գնահատեք, ես էլ անչափ շնորհակալ եմ։ Ճիշտ է ասում, տատիկ։ Ոնց անցկացրեցիք իրոք։ Ուսմա շատ համեղ էր։ Հավանեցիք չէ։ Շատ, անկեղծ շատ։ Յուրահատուկ էր։ Անկեղծ մի հատ ասեմ, նոր կներեք 1000 անգամ, ես մտածում էի, նու ոնց կարա համադրությունը այդ պսկանթանը ու յուղը իրար հետ լինի։ Այդ էի մտածում, կարող է չափ, բայց շատ լավն է։ Անկեղծ շատ լավ է։ Տրայությունը դա է, լավ արած, յուղ, Դե լավ չէ, արած։ գերե չէի պատկերացնում։ Եկեք մի անգամ կգա կորքին ունես նավարից։ Դա, վсё։ Երբաց եղան գարնան կանաչ դռները քնար դարան աղբյուրները պինգյոլի շարվե շարան անցազուկված ուղտերը Yarսել գնաց յայլաները պինգյոլի շարվե շարան անցազուկված ուղտերը Yarսել գնաց յայլաները պինգյոլի Բրավո։ Որ թույլավա շուտ չեն դնում ընդհանրապես։ Հաճուկ ստանաս, ծծվածություն լինի մեջին, ախորժակը բացվի։ Գազարը քիրի,